Ինչպես է մանիպուլյատորը ստիպում մեզ արդարանալ կամ ապացուցել առանց այդ մասին ուղիղ ասելու։ Ենթադրենք սենյակից ինչ-որ բաժակ կամ գրիչ է կորել եւ դու շատ արագ դուրս ես գալիս սենյակից։ Մանիպուլյատորը հարցնում է. եթե դու չէիր վերցրել բաժակը, բա ինչու այդքան արագ դուրս եկար սենյակից։ Ուշադրություն դարձրեք, եթե նա հարցնի ինչու այդքան արագ դուրս եկար սենյակից, մենք կարող ենք պատասխանել, որովհետեւ շտապում է։ Իսկ եթե նախքան հարցը նա հնչեցնում է, եթե դու չես վերցրել գրիչը, ինչու այդքան արագ դուրս եկար սենյակից, այս դեպքում մենք պատասխանը տալու հետ մեկտեղ սկսում ենք արդարանալ։ Դե շտապում էի, բայց բաժակը չեմ էլ տեսել, կամ շտապում էի, բայց բաժակը նախքանին գալն էլ այնտեղ դրված չէր։ Ինչպես վարվել նման իրավիճակում։ Մինչև հարցին պատասխանելը պետք է հարցից զատել մանիպուլյացիա։ Օրինակ, եթե դու չէիր վերցրել բաժակը, ինչու այդքան արագ դուրս եկար սենյակից, պատասխանում ենք։ Դու ուզում ես իմանալ ինչու ես այդքան արագ դուրս եկա սենյակից, պատասխանում է այո, շատ լավ, որովհետև շտապում էի։ Այս դեպքում մենք պատասխանում ենք միայն հարցին, մեր վրայից գցելով բաժակի կորցնելու պատասխանատվության բեռը։